Դաշանաբար ծեծված ու հիվանդանոցում մահացած 1 տարեկան փոքրիկի գործը դեպքից 5 ամիս անց դատարանում է։ Միայն 1 դատական նիստ է մինչև այժմ տեղի ունեցել։ Երկարաձգվել է այս գործով միակ մեղադրյալի Ռիմա Ենոքյանի կալանքի ժամկետը։ Ով է այս կինն ու ինչու էր փոքրիկ Ալեքսը մնացել նրա խնամքին։ Ազատությունն անդրադարձել էր այս ողբերգությանը։ Երեխայի մայրը Մարիամ Մկրտչյանը պատմել էր, որ նախկին ամուսնու ու նրա կողակցի Ռիմայի մոտ էր թողել երեխային, մինչև վարձով տուն գտնի։ Ուղղակի երեխուն տարել է այնտեղ ավելի ապահովել էլի, ես չգիտեի ինչ կարա լինի։ Մեղադրականում զարհուրելի պատկեր է։ Ռիմա Ենոքյանը փաստացի Մարտին Ռաֆայելյանի կինն է, համատեղ երեխա ունեն։ Այդ ընթացքում նույն Մարտին Ռաֆայելյանի կողակիցն է նաև Մարիամ Մկրտչյանը։ Ծնվում է Ալեքսն ու դառնում Ռիմա Ենոքյանի վրեժի զոհը։ Երեխայի հարազատ մայրը դեղ գնելու նպատակով տնից հեռացել ու չէր վերադարձել։ Ըստ մեղադրականի Ռիմա Ենոքյանը փաստացի իր խնամքին հանձնված անչափահաս Ալեքսան Մկրտչյանին մեղադրելով իր եւ Մարտին Ռաֆայելյանի ընտանիքում անհաշտ եւ անախորժ իրավիճակի ստեղծման պատճառ հանդիսանալու մեջ պարբերաբար հունվար-մարտ ամիսների ընթացքում, ինչպես նաեւ մարտի 10-ին ուղղակի դիտավորությամբ ֆիզիկական ներգործություն է գործադրել անկողնում պառկած Ալեքսան Մկրտչյանի նկատմամբ, այն է ձեռքերով հարվածներ է հասցրել վերջինիս մարմնի տարբեր հատվածներին եւ գլխին ու կսմթել է նրան, որոնց անմիջապես հետեւել է երեխայի լացի բարձր ձայնը։ Երեխան գիտակցությունը կորցրել է ու ըստ մեղադրանքի փոքրիկին ջրով շփել ու կյանք է վերադարձրել Մարտին Ռաֆայելյանի 3-րդ կողակիցը Դիանա Ղազարյանը։ Օրեր անց երեխան ջերմել է, հրաժարվել ուտել, լաց է եղել, զայրացրել Ռիմա Ենոքյանին։ Նա էլ անկողնում պառկած փոքրիկի գլխին հարվածել է բռունցքով։ Ավելի քան 20 վնասվածքներ փոքրիկ մարմնին։ Մահը վրա է հասել հենց դրանց պատճառով։ Ռիմա Ենոքյանը անօգնական վիճակում գտնվողի հանդեպ սպանության հոդվածով է մեղադրվում, որով ընդհուպ ցմահ ազատազրկում է նախատեսված։ Մեղադրանքն ընդունում է այս կինը։ Նրա փաստաբան Վահագն Հարությունյանը հրաժարվեց որևէ մեկնաբանությունից, միայն ասաց, որ առաջիկա նիստում օգոստոսի 21-ին միջնորդելու է, որ այս գործը քննվի դռնփակ, որ այդ կինը նույնիսկ սեփական երեխայի հանդեպ մեղմ ասած հանդուրժող չէր, հարևաններն էին պատմել։ Այդ կինը մի քիչ տարօրինակ, լիղվ է, լաչար է, իր ագրեսիվ էր ավելի շուտ, իր երեխին երեխային ծեծել։ Հա, մեկից մեկ ինքը կարող ծեծել, որովհետև ինքը երեխի իր տղային, իր այդ տղա երեխայի ձեռից բռնած քաշ տալով բերում էր ջղայնանում էր։ Իսկ ծեծված սպանված երեխայի հարազատ մայրն ի սկզբանե կասկածում էր, թե Ռիմա Ենոքյանը կարող էր վատ վերաբերվել իր երեխային։ Չեմ էլ հավատում, որ ինքը կարա արած լինի։ Բա ով։ Չեմ կարող ասեմ։ Ձեր ամուսինը։ Չեմ կարող ասեմ, կամ կողից ինչ որ մարդ եկած լինի։ Այդ տունը մարդիկ էին գնում գալիս։ Ընկերուհիներ կարա լինի, բայց իրանից չեմ սպասում։ Սեփական երեխային արտառոց մթնոլորտով այդ տանը թողնելը Մարիամ Մկրտչյանը փորձում էր բացատրել, թե երեխային տանելու տեղ չի ունեցել։ Իրավապահներին էլ այլ բան էր ասել, թե դեղի համար էր դուրս եկել տնից։ Քննչական կոմիտեն երեխայի սպանության քրեական վարույթին զուգահեռ մեկ այլ գործ էր հարուցել՝ երեխայի դաստիարակության կամ խնամքի պարտականությունները չկատարելու դեպքով։ Այսօր տեղեկացրին, որ մեկ ընդհանուր վարույթում են գործերը միավորվել, ու ստացվում է փոքրիկին վտանգի մեջ թողած մայրը մեղադրյալ չէ։ Ես գտնում եմ, որ անգամ օրը քրեական պատասխանատվության պետք է ենթարկեն, որ ինքը վտանգավոր միջավայրում թողել է երեխային վտանգների մեջ։ Մասիսի խնամակալության ու հոգաբարձության հանձնաժողովն է երեխայի սպանությունից հետո մի քանի անգամ լսել Մարիամ Մկրտչյանին, մորը։ Նա այս համայնքի բնակիչ է եղել, հնգամյա աղջնակ ունի, որ այստեղ տատիկի խնամքին էր մնացել։ Հանձնաժողովի անդամներից Լուսինե Աստաբացյանը շեշտում է, այս կինն իր ծնողական պարտականություններն ի սկզբանե չի կատարել։ Դեռ 8 տարի առաջ իր առաջնեկ զույգ տղաներին լքել է մանկատան դռների մոտ, մնացել անպատիժ։ Փոքրիկ Ալեքսի հուղարկավորությանն անգամ չմասնակցեց, չի զբաղվել փոքրիկ դստեր խնամքով ու չի զբաղվելու, ասել է հանձնաժողովի նիստում։ Ասել է, որ ես առայժմ չեմ կարող երեխային պահել, ես չունեմ մշտական բնակության վայր, ինչպես նաև հրաժարվեց անգամ նշել, թե հիմա որտեղ է ապրում։ Մենք ցույց չհասկացանք իր բնակության վայրը որտեղ է։ Աղջնակն այժմ խնամքի կենտրոնում է, առաջիկայում կտեղափոխվի խնամատար ընտանիք։ Ամբողջությամբ կողմ ենք եղել, մենք քննարկել ենք, որ երեխան տարիքով փոքր է, երկար ժամանակ հոգում չի կարող մնալ եւ հաշվի առնենք այն հանգամանքը, որ մայրը այլ կյանքով է ապրում, երեխային չի պահելու մոտակա հաստատ տարիներին։ Համարյամը վախի մեջ էր, ինքը
ինքնուրույն չէր։ Տարբեր կանայք անդադ այդ սա խոյինչը հարեմ էր, ոնց որ հարեմ լիներ այդ լրիվ իր կանայք էին իր նախկին երեխաները։ Ի վերջո իրավապահները կքննեն ծնողների վարքը, քանաքեռի այդ մեկ սենյականոցում տիրող անկանոն կապերը, երևակայությունից դուրս բարքերը, որ ըստ հարևանների ու նաև Մարիամ Մկրտչյանի ընտանիքի սեռական շահագործման թրաֆիքինգի մասին են հուշում։ Այս հարցը դեռ անպատասխան է։